Առաջ հազար փառք եւ գովություն Աստուծո, որ այսօր գրգին անգամ արիթը շնորհեց մեզի, համախմբվելու սուրբևոր եկեղեցու գամարներուն ներքո աղոթելու, խնդրելու իր օրհնությունները, փառք տալու բոլոր իր բարիքներուն, որ կշնորհե մեզի արադապես։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգվույն Սրբո ամեն։ Աստուծո աղախինն եմ ես, թող քու ըսածդ ըլլա։ Հայ եկեղեցու դոնացույցին համաձայն սիրելի հավատացյալներ, այսօր մենք կդոնախմբենք Սուրբ Աստվածամոր դուփի գտման դոնը։ Եվ ըստ ավանդության եւ մեր եկեղեցու դոնացույցին համաձայն հոգեկալության յետք 5-րդ գիրագին դոնն է Սուրբ Աստվածածնի դուփին քյուդին, դոնը, որ ուքա շուրջ 24 հունիսեն մինչև 18 հուլիս այդ ժամանակաշրջանին մինչև։ Այսօր սիրելի հավատացյալներ, երբ կանցրադառնանք այս տոնին, ավանդության համաձայն երկու հույն մարդիկ ուխտի համար գերտան Երուսաղեմ եւ գլսեն, որ գնոջ տան մեջ հրաշքներ կգադարվին եւ կբրբդեն եւ ուզեն գիտնալ թե ինչ են այդ հրաշքները, ինչ է պատճառ այդ հրաշքներուն եւ գիմանան, որ ավանդաբար փոխանցված է այդ դուփը սերունդ եւ հասած է այդ գնոջ մոտ եւ այդ դուփի մեջ կգտնվեր Սուրբ Գույս Աստվածամոր գլխաշորը եւ կմտածեն, որ այդ սրբությունը պետք է դուրս հանեն եւ դանին իրենց հետ։ Դուփ մգշինեն, որ կնմանի այդ դուփին եւ գերտան դուփը կփոխարինեն եւ իրենց հետ կդանին Հունաստան եւ հոն կհանցնեն Լևոն Գայսրին։ Սիրելի հավատացյալներ, սկզբնական շրջանին հայ եկեղեցին այս դոնը չէր դոներ, բայց 17-րդ դարուն 1774 թվականին առաջին անգամ մտալով հայ եկեղեցու դոնացույցի մեջ կհայտնվի այս դոնը Սիմեոն Կաթողիկոս Երևանցիի հրադարակած դոնացույցին մեջ եւ այդ օրվանից սկսյալ հայ եկեղեցին ինքևս կդոնախմբի այս դոնը Մայրիկ Աստվածածնի նվիրված մույս տոներուն կողքին։ Եվ այսօր գուզենք անդրադառնալ Մայրիկ Աստվածածնի արտասանած Աստուծո աղախինն եմ ես, թող քու ըսածդ ըլլա խոսքին։ Աստվածաշունչ Մատյանի բոլոր խոսքերը ունին իրենց գշիրք եւ զորությունը։ Եվ այսօրվան մեր բնապանը, որ կապված է Ղուկասու ավետարանի առաջին գլխու 8-րդ համարեն, արտասանված է Նազարեթ քաղաքեն երիտասարդ Գույսի մկողմե, որ փոխած է ամբողջ մարդկային պատմությունը։ Այդ Գույսը Սուրբ Մարիամ Աստվածածինն էր, ինչպես հիշեցի, որ հեզությամբ ընդունեց Տիրոջ հրեշտակին խոսքերը եւ արժանացավ Աստվածամայր կոչումին։ Սուրբ Գույս Մարիամի այս խոսքը շատ թյուրին ցևով չարտասանվեցավ, ընդհակառակը անորոշության բահում մեջ էր, երբ Մարիամ ընդունեց Տիրոջ ծրագիրը իր կյանքի մեջ։ Չէր գիտեր իր շրջանակը ինչպիսի անդրադարձ պիտի ցկեր։ Չէր գիտեր ինչպիսի դժվարություններու դեմ հանդիման պիտի գտնվեր։ Չէր գիտեր նույնիսկ որ օրը իր զավգին խաչին դիմաց պիտի կանգներ։ Այս բոլորով անթերց վստահեցավ Աստուծո, վստահեցավ անոր ծրագիրներուն եւ վախերը մեկ կողմ տնելով ընդունեց Տիրոջ խոսքը։ Այս է իսկական հավատքի օրինակը, որ գնանք փոխանցել այսօր մենք։ Շատերս կփափակին վստահել Աստուծո, միայն այն ժամանակ, երբ կհասկանանք իր ծրագիրը, կաղոթենք, բայց դակավին բացատրություններ կուզենք։ Կուզենք, որ Աստված հայտնի մեզի ամեն քայլ, որ պիտի առնենք, դակավին առաջին քայլը չարած նույնիսկ։ Սուրբ Գույս Մարիամ մեզի կսորվեցնե, որ նախ պետք է վստահենք Աստուծո եւ հետո ամեն բան պիտի հայտնվի մեզի։ Ծածուկ բանը պիտի չմնա։
Աստուծո աղախինն եմ ես, թող քու ըսածը տլա, խոնարհության ամենեն քեղեցիկ արտահայտություններն մեկն է։ Սուրբ Գույս Մարիան ոչ փառք փնտրեց, ոչ ալ բադիվ, ինքզինք Տիրոջ աղախինը նկատեց եւ ընդունեց Տիրոջ ծրագիրը իր կյանքի մեջ, որովհետեւ կհավատար, որ ճշմարիտ մեծությունը ծառայության մեջն է, ճշմարիտ մեծությունը Աստուծո աղախինը ըլլալուն մեջն է։ Մարիամ Աստվածածնի այոն մեզի կհիշեցնե, որ Աստված երբեք չի բարդացրել իր կամքը, ան կհրավիրե, կգանչե, կսպասե մեր պատասխանին։ Եվ ամեն օր այդ արիթը կդրվի մեզի, մեր այոնը սելու Տիրոջ։ Այո դեր, պիտի ներեմ անոր, որ զիս նեղացուցած է, այո դեր, պիտի օգնեմ իմ նմանիս, որ իմ օգնությանս գարիք ունի, այո դեր, քեզի հավատարիմ պիտի մնամ իմ աղոթներովս, այո դեր, նույնիսկ եթե դժվար է, պիտի սիրեմ իմ նմանս, պիտի օրհնեմ զիս անիծողը։ Մարիամ Աստվածածնի հնազանդությունը զինք առաջնորդեց թեպի Բեթլեհեմ, հետո թեպի Եգիպտոս, Նազարեթ, Երուսաղեմ եւ վերջապես Գողգոթա։ Աստված զինք առաջնորդեց իր կյանքի ընթացքին։ Տարբեր դժվարություններով մեկնած, տարբեր շրջաններում մեջ եղավ, բայց այդ բոլոր դժվարությունները, այդ բոլոր նեղությունները ինք խոնարհաբար ընդունեց։ Հավանաբար այսօր Աստված մեզ մեյալ հաներ կբանչե սիրելի հավատացյալներ։ Հավանաբար այսօր Աստված կգանչե մեզի հեռու մնալու զայրույթեն, կգանչե ավելի խորացնելու մեր աղոթքի կյանքը, կգանչե հաշտվելու մեր նմանին հետ, կգանչե վստահելու իրեն եւ իր մով առաջնորդվելու, մանավանդ այդ մահերուն, երբ ղեկը այլևս գործընծուցած է իր ուղղությունը, Աստված ինք ղեկը գառնե եւ մեզ գարաշնորհտե։ Մարիամ Աստվածածնի նման գրնանք շատ պատասխաններու, շատ հարցերու պատասխանները չունենալ, բայց հավատքը չի պահանջեր, որ Հակոբը, Մարգոսը, Վարդանը կամ Փաթիլը ամեն բան գիտնան։ Ընդհակառակը հավատքը կպահանջե, որ մենք վստահենք միագին, որ ամենակեր է եւ ամենակարող, ինք կբարգեւե այնինչ որ մենք կարիք ունենք եւ գարաշնորհթե այն ժամանակ, երբ մենք իրեն պետք ունենք։ Թող որ մեր աղոթները նմանին Սուրբ Գույս Մարիամի աղոթքին, դեր թող իմ կամքս կատարվի եսելու փոխարեն, պետք է սորվինք ասել, դեր թող քու կամքդ կատարվի իմ մեջս։ Ամեն անգամ որ կաղոթենք եւ դերնական աղոթքը կգրտնենք Եղիցի կամքով, թող իսկապես Աստուծո կամքը լա մեր կյանքի մեջ, միայն բարեր չլան այդ բոլորը։ Թող ամենօրյա Սուրբ Գույս Աստվածամոր օրինակը ներշնչե մեզ, որպեսզի հավատքով, խոնարհությամբ եւ հնազանդությամբ կարենանք պատասխանել Տիրոջ եւ ասել. դեր կուծարած եւ աղախինդ ենք, թող քու ըսածը տլա մեր կյանքի մեջ, դեր ահա կուծարած կլսեք ես, խոսիր, որպեսզի կարենամ քու կամքդ կատարել եւ քու կամքդ միշտ օրհնյալ է իմ կյանքից մեջ։ Ամեն։ Սիրելի հավատացյալներ, ինչի առաջ կատարեցինք հայրապետական օրհնության գարքը եւ աղոթեցինք, որ Աստված անսասան բահե Հայաստանի ցարակելական Սուրբ Եկեղեցին, անսասան բահե Մեծիտանն Գիլիգիո կաթողիկոսությունը իր կահագալով, մոնին սուպոտություն դեր առաջին գեապար հայրապետով, միապանությամբ եւ իր ողջ ժողովուրդով։ Թող Աստված արադացնե հայ եկեղեցու սպասավորներու թիվը, զորացնե իր սպասավորները, հոգևորականները, ինչպես որ հավատացյալները աղոթքի կարիք ունին եւ միշտ խնդրեն մեր աղոթները, մենք ալ հոգևորականներս կարիք ունենք ծեր աղոթներուն, որպեսզի Աստված մեզ զորացնե, փորձությունները հերու բահե, որպեսզի կարենանք հոգևոր ծառայությունը մատուցել ցեզի եւ որպես հովիվ հոտ միասնապար առաջնորդվենք Տիրոջ առջև, Տիրոջ ընթരാճ եւ ստանանք իր օրհնությունները։ Թող Աստված պահե
մեր նվիրապետական 4 աթոռները Սուրբ Էջմիածնի Մեծիդանն Գիլիգիո-կաթողիկոսության Երուսաղեմի պատրիարքությունը եւ Կոստանդնուպոլսո պատրիարքությունը եւ անոնց քահագալները թող Աստված բոլոր քահագալներուն բարգեւի իմաստություն, զորություն, որբեսի գարենան առաջնորդել հայասկը, առաջնորդել հայ ժողովուրդը եկեղեցին իմաստությամբ եւ զորությամբ, որովհետեւ այս օրերուն միակ բանը որ կգարոտինք իմաստությունն է։ Իմաստություն, որբեսի գարենանք հասկանալ թե ինչ է մեզ ակնկալվածը եւ ինչպես կրնանք մեր ասկը բահել այնպիսի դժվարությունները, որոնք այսօր գաբրինք, այո, հավանաբար խաղաղ միջավայրի մեջ ենք, բայց մշտապես դժվարությունները կան, նեղությունները կան, ջերմակ չարթը կա, որու մասին հաճախ կանցրատարնանք, բայց այդ բոլորին դիմաց մենք աղոթք ունենք, աղոթքի ուժ ունենք, կաղոթենք եւ կխնդրենք, որ Աստված բահե մեզի եւ մեր շուրջ բահան մշինե, որպեսզի գարենանք պահպանվել չարին որոքայքներեն, չարին ներերեն։ Աստված բահե ցեզի, բահե ցեր ընտանիքները, բահե մեր եկեղեցին, մեր ասկը եւ թող Սուրբ Գևորգ եկեղեցին միշտ այսպես բազմությունով լեցունը լա եւ թող մեր թեմը առաջնորդվի դեպի խաղաղ եւ բարի օվկիանոսներ եւ նավահանգիստ ամեն